Ես չեմ ուզում երբեք, որ ինձ խղճան։ Ահա, բրավո։ Ներողություն բրավոյի համար։ Ես չպետք է ցույցադրեմ իմ զգացմունքները։ Ես չեմ սիրում, երբ ինքս ինձ եմ հանկարծ խղճում մի 5 րոպեով, դե հա լինում են նման թուլություններ, ամեն ինչ անում եմ, որ երբևէ ինձ որևէ հարցում չխղճան, եւ ստանում եմ հաճախ մեղադրական, թե ինչու ցույց չես տալիս քո թույլ կողմերը։ Թույլ կողմերի վրա ես աշխատում եմ, չէ, ինչու ցույց տամ, որ դուք ապրումակցեք կարծելով, որ ես ունեմ նույն խնդիրները, ինչ դուք, չէ, իմ խնդիրները շատ ավելի ծանր են ու բարդ։ Ու եթե ես դրանք ամբողջ ուժով ցույց տամ, Արթուր, ես վստահ չեմ, որ մարդիկ կտանեն այդ բեռը։ Հիացեք, նախանձեք, թաղեք, պատմեցարեք կամ ստորադասեք, բայց մի խղճացեք։ Ինչ լավ հարց է։ Ես 20 տարի հետո ասեմ, ցանկալի է այս դեմքով, գոնե։ Իմ երիտասարդ ամուսնու եւ իմ 2 զույգ երեխաների հետ միասին ծովափնյա իմ տանը։ Ինձ համար տղամարդը լսող մեկն է, ենթարկվող չէ, լսող, որը ունի լսելու կարողություն։ Ընդ որում լսում է ոչ թե երբ դու խոսում ես, այլ դու չես ասում եւ նա գիտի։ Ինձ համար տղամարդը լավ հարց տվողն է, ցանկալի է իհարկե ճաշակովը ու նրբանկատ մարդը։ Ասում են, որ կանայք են նրբանկատ, բայց այդպես չի։ Իրական նրբանկատը տղամարդիկ են, կանայք էմոցիոնալ են եւ այնքան են մանրուքների հետևից ընկնում, որ երբեմն մոլորվում են։